Աշխարհը այս տարիներին տեսել է անձի պաշտամունքի շատ օրինակներ, որոնցից մեկն էլ շատ ավելի գռեհիկ, անճաշակ Հայաստանում է։ Որն է անձի պաշտամունքը։ Ղեկավարի որակների չափազանցված բարձրացում, նրան հանճարեղ, իմաստուն, անսխալական ներկայացում, նրա կամքին բացարձակ ենթարկում։ Երբ ռեժիմը մեծ ստի, պրոպագանդայի, ֆեյքերի միջոցով հասարակական գիտակցության մեջ ստեղծում է իդեալականացված, հերոսական, պաշտելի և երկրպագելի առաջնորդի կերպար, մշտապես ուղեկցելով շողոքորթություններով և գովեստի խոսքերով։ Տարիներ առաջ ծիծաղում էինք Թուրքմենստանի խորհրդարանի վրա, որը երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին Թուրքմենստանի կրկնակի հերոսի կոչման արժանացրեց, հնարավորություն տալով նրա բրոնզե կիսանդրին տեղադրել, կամ խնդում էինք թուրք ռեկտորի վրա, որը ասում էր, թե Էրդողանին դեմ գնալն ու նրա կամքին չհնազանդվելը մեծ մեղք է, կրոնական պարտականության խախտում է։ Հայաստանում հիմա ավելի խնդալու բաներ են լինում։